Խորհրդարանում այսօր շարունակվում է երրորդ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությունը։ Արդեն երրորդ օրն է, ինչ քննարկվում է Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Հավանաբար այսօր պատգամավորների ելույթներից հետո տեղի կունենա ընտրությունը։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին իրավական գործընթաց է սկսել պետական եկամուտների կոմիտեի դեմ հայց ներկայացնելով դատարան, հայտնել է Փաստինֆոն։ Եկեղեցին պահանջում է ամբողջությամբ անվավեր ճանաչել 2026 թվականի ապրիլի 14-ին կազմված մաքսային ստուգման ակտը։ Նաև դրա դեմ ներկայացված բողոքի հիման վրա հունիսի 11-ին Պեկի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումը։ Ներկայացված հայցադիմումը արդեն ընդունվել է վարչական դատարանի վարույթ և մակագրվել դատավոր Երենա Առաքելյանին։ Հայտնի է, որ դատարանը որոշում է կայացրել այս գործի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվել է 2023 թվականի ապրիլին Միասնիկյան պողոտայում տեղի ունեցած սպանությունը պատվիրելու մեղադրանքով։ Ըստ քննչական կոմիտեի նա իր անվտանգության աշխատակցին հանձնարարել է հրազենով սպանել մի քաղաքացու։ Գործի շրջանակում Աբրահամյանի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների հրապարակումը արժանացել է ՄԻՊ-ի կոշտ արձագանքին։ Պաշտպանը խստորեն քննադատել է անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անմեղության կանխավարկածի խախտումը, շեշտելով, որ պետական մարմինների հաղորդակցությունը չպետք է հանրության շրջանում կանխակալ վերաբերմունք ձևավորի, մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից։ Բարեբախտաբար փրկարարները կանխել են հնարավոր ծանր հետևանքները։ Տուժածներ չկան։ Անկարան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատման գործընթացին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նա շեշտել է, որ հարավային Կովկասի տարածաշրջանը ուղղակիորեն ազդում է Թուրքիայի անվտանգության ճարտարապետության վրա։ Բացի այդ, դիվանագետը անդրադարձել է Անկարայի, Էրիադի և Իսլամաբադի միջև կնքված եռակողմ համաձայնագրին, հավաստիացնելով, որ այն որևէ պետության, այդ թվում Իրանի դեմ ուղղված չէ։ Իրանական մեհր գործակալությունը ի պատասխան երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջական ծանր վիճակի մասին շրջանառվող լուրերի հրապարակել է տեսանյութ նրա մասնակցությամբ, սակայն ըստ ՏԱՍՍ գործակալության իրանական աղբյուրի տարածվող տեսանյութը իրականում արխիվային է և նկարահանվել է դեռևս նախքան նրա գերագույն առաջնորդի պաշտոնը ստանձնելը։ Աղբյուրը հավաստիացրել է, որ Խամենեիի առողջական վիճակը լավ է, պարզապես անվտանգության նկատառումներից ելնելով նա առայժմ զերծ է մնում հրապարակային ելույթներից։ Այս ամենի ֆոնին Մոջթաբա Խամենեին Մոհսեն Ռեզայիին նշանակել է իր ներկայացուցիչը ազգային անվտանգության գերագույն խորհրդում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլ սկսելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով Իրանը այժմ գտնվում է ազգային համախմբվածության այնպիսի մակարդակում, որ ներկայիս իրավիճակը Վաշինգտոնի հետ շահավետ համաձայնագրի հասնելու ամենանպաստավոր պահն է։ Իրանի նախագահը նշել է, որ իրենք ջանք չեն խնայում խնդիրները լուծելու համար։ Նա նաև մեղադրել է ԱՄՆ-ին անհուսալիության համար, շեշտելով, որ գործընթացը հաջողության կհասնի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը դադարի անվստահության մթնոլորտ սերմանել։ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կասեցված են, իսկ կողմերը շփվում են միայն միջնորդների միջոցով, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Պաշտոնական Թեհրանը հերքել է բանակցությունների վերսկսման մասին Դոնալդ Թրամփի վերջին պնդումները։ Անդրադառնալով Հորմուզի նեղուցին, Արաղչին հայտնել է, որ թեև Իրանը ու Օմանը մոտ են նոր նավագնացային երթուղիների շուրջ համաձայնության հաստատմանը, դա չի նշանակում, որ նեղուցը անհապաղ կբացվի։ Այս ռազմավարական ծովային ճանապարհի վերաբացումը շարունակում է կախված մնալ այն հատուկ պայմանների կատարումից, որոնք միջնորդների միջոցով արդեն իսկ փոխանցվել են Վաշինգտոնին, ասել է դիվանագետը։ Դոնալդ Թրամփը դիտարկում է Թեհրանի հետ հակամարտությունը ավարտելու հնարավորությունը առանց նոր միջուկային համաձայնագրի ստորագրման, հայտնել է Wall Street-ը։ Վաշինգտոնի գլխավոր նախապայմանը ոչ թե ձևական գործարքն է, այլ համաշխարհային էներգետիկ առանցքային երթուղու, Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը։ Ինչ վերաբերում է միջուկային սպառնալիքին, ըստ Թրամփի, Իրանի միջուկային ծրագիրը արդեն իսկ այնքան լուրջ վնասներ է կրել, որ Թեհրանը պարզապես ի վիճակի չի լինի այն վերականգնել իր նախագահության ժամկետի ընթացքում։
Արցախում։ Ուստի Սպիտակ տան համար այժմ շատ ավելի կարևոր է վերականգնել վերահսկողությունը կարևորագույն ծովային ճանապարհի նկատմամբ, քան կենտրոնանալ միջուկային բանակցությունների վրա։ Իսրայելը մերժել է Գազայից զորքերի դուրսբերման 15 կետանոց ծրագիրը, որը առաջարկել էր խաղաղության խորհուրդը եւ որին աջակցում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նա շեշտել է, որ իսրայելական բանակը չի լքի տարածքը, քանի դեռ Համասը ամբողջությամբ չի զինաթափվել։ Նեթանյահուն հատուկ նշել է, որ պահանջում են ոչ թե ձևական, այլ իրական զինաթափում, որը պետք է ներառի բոլոր տեսակի, այդ թվում ծանր եւ թեթև զինատեսակներից հրաժարումը։ Ֆրանսիայում անտառային հրդեհներ հրահրելու մեղադրանքով ձերբակալվել է 420 մարդ, որոնցից 166-ը անչափահաս։ Աննախադեպ երաշտի ֆոնին իշխանությունը խիստ պատիժներ է սկսել կիրառել։ Անգամ չմարված ծխախոտ նետելու համար արդեն կան ազատազրկման դատապարտվածներ, իսկ միտումնավոր հրկիզումների համար սպառնում է մինչև 15 տարվա բանտարկություն։ Անտառային հրդեհների հետևանքով Եվրամիությունում այրվել է մոտ 5 միլիոն հեկտար տարածք։ Գերմանիայում երաշտի հետևանքով Էլբա գետում ջրի մակարդակը զգալիորեն նվազել է։ Պիրենեում այն որոշ հատվածներում իջել է 1 մետրից ցածր, իսկ Դրեզդենում կազմել է ընդամենը 54 սանտիմետր։ Ջրի նահանջի հետևանքով գետում ի հայտ են եկել այսպես կոչված սովի քարերը, որոնք պատմականորեն համարվել են երաշտի եւ հնարավոր բերքի ձախողման նախանշաններ։ Հզոր թայֆուն է գրանցվել Չինաստանում, աղետի հետևանքով տարհանվել է ավելի քան 420,000 մարդ։ Հզոր քամին մի շարք ավերածությունների պատճառ է դարձել։ Արտակարգ դեպք է տեղի ունեցել ինքնաթիռում։ Մալայզիայից Հնդկաստան թռչող օդանավի ուղևորը փորձել է բացել վթարային ելքի դուռը ավելի քան 9 կիլոմետր բարձրության վրա։ Ինքնաթիռի անձնակազմը եւ մյուս ուղևորները փորձել են միջամտել։